Լրատվականի հարգելի հետևորդներ, մենք այս պահին գտնվում ենք Գյումրիում եւ կզրուցենք Գյումրիի քաղաքապետի տեխնացու Վարդան Ղուկասյանի հետ։ Պարոն Ղուկասյան, շնորհակալություն, որ մեզ ընդունել եք եւ պատրաստ եք պատասխանել մեր մի քանի հարցադրումներին։ Պարոն Ղուկասյան, Փաշինյանի իշխանությունը քարոզում է, որ նախկինները չարիք են, վատն են, բայց գյումրեցիները ձեզ շատ ջերմ են ընդունում, մի տեսակ կարոտած, այսպես ասած։ Հիմա որ թեզին հավատանք, նախկին թալանչիներն են վատը, թե ներկաներն են ստախոս։ Ես ենքան եմ պատասխանել այդ հարցին, որ չգիտեմ, արժե նորից պատասխանել, բայց կպատասխանեմ նախկին թալանչի բառ կոմենքում։ Ես ինչ կարող եմ ասել դրա վերաբերյալ։ Ես գիտեմ, որ իրեն բերել են նախկին ղեկավարությունը, նախկին, ոչ նախկիններ, այլ նախկին ղեկավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Եվ եթե ինքը թալանից է խոսում, ամբողջ Արցախը հանձնողը, ոնց կարող է թալանից խոսի։ Հետո եթե այդպես է, 7 տարի է խոսում է։ Այն կարևորագույն թալանչիների ունեցվածքը հստակ մենք տեսել ենք, որ ինքը հետ բերի։ Օրինակ, կոնկրետ ամբողջ երկրի հանքարդյունաբերությունը երկիրը չգիտե թե ում ձեռքում է եւ օֆշորներում, որ գրանցված է, դրանց մասին ամենակարևորն է, որ ինչի չի դարձնում պետական սեփականություն, թեկուզ մի 10 հոգու է, թող ծանր լինի կամ օրենքը խախտի, օրինակ եթե ես լինեմ, անպայման հանքարդյունաբերությունը, որոնք ուրեմն մարդկանց հսկայական շահույթ են տալիս, ուրեմն երկրի ամբողջ բնակչությունը, հայ ժողովուրդը դրված է կշերկի մի նժարին, մի քանի հոգի մյուս նժարին։ Եվ այդ մի քանի հոգին ամբողջ երկրի ունեցվածքը իրանցով են արել։ Այս ստից տնորեն, մնորեն, մեզպես ասենք սովորական մարդկանց, որ ասենք բան են ներկայացնում, թե գիտեք ինչ կա բան։ Կարևոր շնացը գերին թողել եք, ընկել եք մնացածի հետևից։ 7 տարի է, ինչ ես անում։ Այդ կարկախոսի տակ, որ սուտ ընկել ես, այդ սուտ կարկախոսը բոլորն արդեն ճանաչում է քեզ, թե դու ով ես, ինչ կարող ես անել։ Դե գնա հանքարդյունաբերությունը հետ վերադարձրա։ Հայաստանը մենք գիտեք հիմա ամբողջ աշխարհում ջրի պաշարը պակասել է։ Այդ Հայաստանի ջուրը ում ձեռքում է գտնվում։ Հայաստանի ջուրը ում ձեռքում է գտնվում։ Այդ ջերմուկն ու մնացածը, այդ ով է, որ այդ մարդիկ քանի հոգից բերել են սեփականություն են սարքել իրանց համար, այս տների չափ փող ունեն, երկիրն է այս ծևի մնացել է։ Այդ ով վերցնեն դարձնեն պետական սեփականություն, ասեն ինչ որ կերել եք հերիք է։ Հիմա պետք է պետությունը, այս գումարները մենք պետությունը պետք է դառնա պետության սեփականությունը եւ բյուջեն մի 5 անգամ, 10 անգամ ավելացնեն։ Չեն կարող։ Ես դու չես տեսնում այդ ամեն ինչը։ Մենք գիտենք, որ ամեն տարի կամ ամեն ժամանակ կարող է մեզ հետ պատերազմ սկսվի։ Մենք ինչի զենք չենք արտադրում։ Ինչի համար զենք չենք արտադրում։ Այդտեղից կարելի է մտածել, որ թուրքերը չեն թողնում, որ մենք զենք արտադրենք։ Թուրքերը չեն թողնում, որ մենք հարստանանք, որովհետև այո, իրենք շատ գեղեցիկ գլուխը բռնել են Հայաստանի Հանրապետության եւ իրենց գործը շատ գեղեցիկ տանում են։ Մեզպես մարդկանց, որոնք ասենք, եթե ազգատավ որոշում են կայացնում, թեկուզ ով ուզում է լինի, նախկին կամ ներկա, մենք իրենց դեմ կլինենք։ Եթե ազգի հետ է կապված, միանշանակ ինձպես մարդիկ դեմ են լինելու ու պայքարելու են։ Այ հիմա ով է շատ թալան է։ Այդ ստից բաները հերիք է, դրա այդ կարկախոսը չի անցնում, դա նավթալինի հոտ է գալիս եւ դրանով չես կարող էլ ռեյտինգ հավաքես ու դիմացի ընտրություններին որոշակի ինչ-որ բաներ ունենաս, միանշանակ չի լինի, սուտ է։ Հիմա որ թեզին հավատանք, նախկին թալանչիներն են վատը, թե ներկաներն են ստախոս։ Գիտեք ինչ, եթե նախկին թալանչի կա, թող հլը բերի ցույց տա, որի մասին է խոսքը։ Թող հլը բերի այդ մարդկանց ասի, խնդրեմ, այ այսքան բան են արել ու դրանցից վերցրել ենք։ Չի վերցնում, կարևորագույն ակուլաներին թողել է, ընկել է մանր-մունր մարդկանց հետևից։ Քավության նոխազը քաղաքապետերն են այս երկրում։ Գիտեք ամենասարսափելին որն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքապետերը 99%-ը դատական պրոցեսների մեջ են։ Դա ինչ է նշանակում։ Ուրեմն նշանակում է սա, որ ընտրովի անհատները
որոնք իսկական ժողովրդի կողմից ընտրվել են, ուրեմն դրանց վախեցնում են, աչքերը փակում են, որ դուրս չկան իրենց դեմ։ Այդ քաղաքապետերի բյուջեն ինչ եղել, դրանք ինչ պետք է աշխատած լինեն, որ ասենք ինչ արած լինեն։ Գելու գազանին բեր, նրանց բեր, որոնք քեզ բերել են, դարձրել են, չալոյ է դեստեղից գնացիր, այդ չալոյի հետ դու չէիր կարող այդքան ցեն հավաքեր։ Այս ամեն ինչը սարկած է, նախկինը լավ բերեց, հանձնեց երկիրը քեզ եւ հիմա էլ սուտ անուն է տալիս, որ ասենք բանը էլի փագում ես մարդկանց աչքը, բոլորը հասկացել են։ Այ գնացեք հովիվներին հարցրեք, թե այս երկիրը ով է թալանը, մի քանիսի անուն կտան։ Եվ կասեն ով է Նիկոլը, քեզ համար էլ հստակ կասեն, որ քո անունը գրված է Վեստ Սարգիսի Վասակ Սյունեցու, ուրեմն շարքին են քեզ դասում։ Ավելի վատն ես, քան թե նրանք։ Դու ավելի վատն ես, քան թե նրանք։ Պարոն Ղուկասյան, ակնհայտ է, որ ձեր բարձր հեղինակությունը նյարդայնացնում է ԿՊ-ին, փորձում են տարբեր մեթոդներով ձեր դեմ պայքարել, թե կրիմինալ եք, ապօրինի գույք եք եւ ձեր դեմ պետք է միջև վերջ, այսպես ասած, կռիվ տալ։ Ինչ սպասենք այս իրավիճակում։ Գիտեք ամենավատը որն է, որ ասենք 10 քանի տարեկան մի քանի ինչ որ աղջիկ մաղջիկա, քաղաքում դրանց ոչ ոք իրենց պատգամավորներին այս քաղաքը ոչ ոք չի ճանաչում։ Ոչ ոք հավատացեք, դրանք քաղաքի մարդիկ չեն։ Սրանց գիշեր ցերեկ ուրեմն հանձնարարական են տալիս այն գլխից, որ բանը հարցակվեք Ղուկասյան Վարդանի վրա, որովհետեւ Ղուկասյան Վարդանի ռեյտինգը բարձր է։ Այդ ամեն ինչը բոլորը հասկանում են։ Հետո այնքան անպատկար, անդաստիրակ երեխեք են, որ ես իրենց հոր հասակին եմ ու ոչ ճշմարտությունը, ոչ մարդկությունը, ոչ շիտակությունը, ոչ մի բան դրական չկա դրանց մեջ, այ հավատացեք այդպես է։ Որ հիմա պատկերացրեք դրանք, որ եկուց սրանց վլաստը փոխվի, դրանք ինչ պետք է պատասխան տան, ես չգիտեմ, ամբողջ հասարակության այս քաղաքին։ Ինչ պետք է պատասխան տան, որ իրենք հիմա եկուց պետք է ասեն, դե մեզ ստիպում էին, գիտեք, մենք չէինք կարող, չէինք ուզում, բայց մեզ ստիպեցին։ Այ հիմիկվանից ձեզ ասում եմ, դուք պատասխան եք տալիս ձեր ամեն խոսքի համար պատասխան պետք է տաք հասարակությանը եւ Աստծո առաջ։ Ովքեր են հարցակվողները, պարոն Ղուկասյան, Դե իրենց այդ ԿՊ-ական բան այդ քանի հոգի, որոնք դրանց չեմ էլ ուզի դրանց անունները բանանել, ասենք խոսել ընդհանրապես, իրենց ժողովուրդը այնքան ճանաչում է։ Իրանց ամուսինները իրանց ցայն չեն տա, հավատացեք, այդպես է, այս վիճակը։ Դրանք գոյություն չունեցող մարդկանց մասին է խոսքը։ Ինքը մեղք է, որ դրանց իրենց վերցրել է բան էլի, ասենք դրանց հետ ճանապարհ է գնում, ինքն էլ է մեղք, չգիտի թե կադրային իր քաղաքականությունը ինչ է։ Դե պատկերացրեք այդ աղջիկա մերը հանրապետական է, ինքը ԿՊ-ական է։ Ինչքան գիտեմ Մինասյան բանի իր փեսայի, Սերժ Սարգսյանի փեսայի հորողբոր աղջիկն է Ռիտան, Ցայկի, որը դենց պա է մտել։ Այդ հսկայական շենքերը մենքերը, որը դենց սեփականաշնորել են։ Իմ ամբողջ ունեցվածքը իրար հետ, այդ Ռիտայի ունեցվածքի չափ չկա, գնացեք նայեք քանի միլիոն դոլարանոց շենքի։ Այդ ոնց է դա ձեր գծե այդ ամեն ինչը։ Մի խոսքով, ինչ որ կա իրենց տակն է։ Ինչ կա չկա, եւ հանցագործությունն է իրենց տակը, եւ կրիմինալն է իրենց տակը, եւ քաղաքական պատվերներն է, սպանության խորանաց կտեսնես, մի քիչ խորանան հետագայում կբացվի, հետո կկան կփոխվի երկիրը, մարդիկ կկան ավելի բարեպաշտ մարդիկ կլինեն եւ այդ ամեն ինչը կբացահայտեն։ Իմ սպանության մեզ խփելու ճանապարհին թափան վրեկս դրանք է կբացահայտվի, այդպես չի մնա, այսինքն իրանց արածը գծում են սրա նրա վրա, որ ասենք իրանց կատարածը փակեն, բայց չի լինի, արդեն ժողովուրդը ոտքի ել է, սա ի վերուստ է, ժամանակը հասյալ է եւ Փառք Աստծո, վերջապես ես գիտեմ, որ հայերը բարեպաշտ թակավոր են ունենալու, աստվածասեր իշխաններ են ունենալու եւ հավատացյալ հոգևոր դասնել է իր զգաստությունը ունենալու, որովհետև մինչև եկեղեցին չմակրվի, աշխարհիկը չի մակրվի, լավ գիտեցեք։ Մենք ոչ թե պետք է հիմա սա ասելով եկեղեցուն բան ասենք, հայոց եկեղեցին պետք է սրբությամբ պահենք, բայց որոշակի ոչ ճիշտ ապրող հոգևորական կյանքով ապրող հոգևորականներին պետք է կարկալույց արվի ու եկեղեցուց դուսան։ Անուններով չեմ սիրում, բայց թե մարդկանց ապրելակերպը բոլորս էլ գիտենք, ով ինչ ձևով է ապրում։ Ուրեմն եթե մարդիկ գրված է կանոնադրության մեջ, թե ինչ ձևի պետք է լինի եպիսկոպոսը, ինչ ձևի պետք է լինի հոգևորականը, ոնց պետք է ապրի, եթե այդ սկզբունքով չեն ապրում, ինչքան էլ աղոտ կբարձրացնեն, երկնքից անեց կթափի մեր վրա։ Բարեպաշտ հոգևորականներ են պետք, Աստծո հաճելի հոգևորականներ են պետք, որ իրենց աղոթքով Աստված ողորմյա ազգիս հայոց։ Պարոն Ղուկասյան, տեսանք նաև, որ դուք ձեր ընտրողների հետ օրնանքով եք խոսում, ձեր չհավատացողներին անիծում եք։ Ինչու եք անիծում լինելով հավատավոր հայ։
Գիտեք, ես չեմ անիծում ընդհանրապես, ես անեծք չունեմ, ես ուղղակի իրենց զգաստացնում եմ, որ գիտեք ինչ կա, օրինակ հիմա այս կան մարդկանց որ դրել են, դիտավորյալ են դրել, որ Ղուկասյան Վարդանի ձայներ տանեն, այսինքն ինչ սկզբունքով, եթե դրել են իրենց տեխնազությունը, մեկը պետք է ասի, գիտես, փեսաս է, ես ինչ կանեմ, փեսին չնդրեմ, խայդարակ կեղնեմ, կամ ասեն քորողբորս տղեն է, աղբորս տղեն է, Եգյանս է, քերին է, բան է, այդ սկզբունքով, ուրեմն ես ասում եմ, որ եթե նմանատիպ դուք տեսնում եք, դրանով մի գնացեք ընտրության։ Սա շատ ճակատագրական խնդիր է, սա Գյումրու քաղաքապետի ընտրությունները չի միայն։ Սա Հայաստանի Հանրապետության լուրջ խնդիրն է, որ Ավետիք Իսահակյանը 50-70 տարիներ առաջ ասում էր. երկու սերունդ է մեծանում։ Մեկը կոսմոպոլիտ, անհայրենիք, անհավատ, այլասերված, իսկ մյուսն էր հայրենիք սիրող, հավատք ունեցող, եկեղեցին գնահատող, աստվածապաշտ, հայրենասեր մի սերունդ, որ պիտի բախվեն իրար։ Հիմա այս երկու սերունդը, հիմա ժամանակը հասյալ է, Ավետիք Իսահակյանի խոսքերը եկավ հասավ տեղ։ Այո, հիմա ես դրա համար բնակիչներին ասում եմ, այդ սկզբունքով մի գնացեք, որ գիտեք ինչ որ պետք է Ղուկասյանի ձայներ հավաքի ու չանցնի, ինչ եք մերցնում քաղաքի ձայները, դրա համար ասում եմ նախնիները, ձեր նախնիները, ձեզ կանից են, եթե այդ սկզբունքով գնաք ընտրության, եթե դուք ճշմարտությունը տեսել եք, դուք տեսել եք իմ օրոք ինչ է կատարվել, կյանքի գնով քաղաք են կառուցել, ու դուք ըստ այնեմ չեք առաջնորդվում, ուրեմն ձեր նախնիները ձեզ կանից են, ես ընդհանրապես անեծք չեմ սիրում, ես անեծող չեմ, որովհետև հավատքի մեջ նմանատիպ բան չկա, ես այդպես եմ ասել, խնդրում եմ նախադասությունը մի քիչ երկարեք, գիտես բողոքականությունը ինչից է գալիս, երբ որ տես Աստվածաշնչի մեջ, Ավետարանի մեջ ասում են բողոքականները հիմա ինչ են ասում են, եթե մի երեսիդ կխփեն, մյուսն էլ դեմ տուր։ Այսինքն մենք իրավունք չունենք, ելնենք զենք առնենք եւ պաշտպանենք քո հայրենին։ Տես բողոքականները այդպես են ասում, բայց հայ առաքելական եկեղեցին ասում է, դե մնացա շարունակությունն է կարտա։ Շարունակությունը գրված է եղբայրդ։ Իսկ թուրքը եւ պարսիկը մյուսը մեզ եղբայր չի։ Մենք իրար եղբայր ենք։ Այդ դրա համար մենք մյուսի նկատմամբ կարող ենք այդ մոդեցումը ցուցաբերել, բայց երբ որ թշնամին գալիս է ու պղծում է մեր հայոց երկիրը, մենք այդտեղ պարդադիր ոնց որ Վարդան Մամիկոնյանը, Սուրբ Սարգիսը գեներալ էր, Սուրբ Գևորգը գեներալ էր, հասկացար։ Մերգերիոս Քաջամարտիկ զինվորը զինվորական էր եւ բազում նմանատիպ զինվորականներ սրբոց 10-16-ին։ Այսինքն տեսնում եք այդ կարճ տեղը, որից ասում ես անեցքը, դու մնացածը կարտա հսկայական, ես ասենք բանից հետո եկե հասել եմ այդտեղ, այդպես կարճ մի վերցրեք, լրագրողական սարկում են, էլի լրագրողները սարքել գիտեն, մի սարքեք, այս րոպեին դուք էլ դարեք հայրենիքի կողքին կանգնեք, հայրենիքն են կորցնում։ Սա Վարդան Ղուկասյանի խնդիրը չէ։ Ես ընդանրապես հիմա իմ ամբողջ ընտանիքի հետ մենք իրար հետ վիճված ենք։ Ոչ մեկը ինչ չէր ուզում, որ ես առաջադրեի իմ տեխնան։ Իմ առաջինը եղբայրս, տղաս, կինս, աղջիկներս, իմ մոտիկներս ինձ դեմ են եղել, որ ես առաջադրել եմ։ Դե իրանք ինձ ճանաչելով են 2007 թվականի կրակոցներ, բաներ ասում են դու պետք է գնաս մինչև վերջ, մենք քեզ գիտենք, մենք քեզ կկորցնենք։ Մի խոսքով մինչև հիմա իմ տղաս շատ հարցերում աղբերս, մյուսները չեն մասնակցում շատ հարցերում ու գիշեր-ցերեկ մենք իրար հետ այսպես վիճաբանությամբ։ Այսինքն վախենում են ձեզ կորցնեն այս ընտրությունը։ Դե հիմա մի կորցնել բան այդպես մի մտածի, կորցնել իմ Տերս Աստված է ինձ հետ։ Հետո որ ինձ մեկ ասում են դե չեք վախենում, գիտեք ինչ, մի բան ասեմ ձեզ։ Դե հիմա արդեն մենք 65 տարեկանի մեջ ենք մտել։ Դու թող իրանք վախենան։ Հետո որ այնտեղ կան, էս է, արագ կաշկով կգնանք, այնպես կթռնի 70 տարին այս մադիս արագության չափ է։ Որ եկան այնտեղ։ Ինչ պատասխան պետք է, այնքան չարություն են արել, որ ես հաստատ լավ տեղ կլինեմ։ Մեղայասու հետ էլ մի քիչ հումորով է, բայց ես հաստատ լավ տեղ կլինեմ։ Հետո իրանք ըստից վախենան, որ ես իրանց փրկեմ կամ չփրկեմ։ Թող ընդեղից վախենան, այս օբյեկտիվ եմ ասում։ Թող ընդեղի մասին մտածեն։ Այս ժամանակավոր կյանքի ինչ է, որ այդպես ամեն ինչ այրում են։ Ամեն ճշմարտություն այրում են, որ իրենք պետական վլաստը ձեռքերը լինի։ Ես օրինակ այդպես չեմ ապրում։ Ես ճշմարտո, եթե հիմա իմ տղաս, իմ եղբայրս, իմ ամենամոտիկը սխալ լինի, ես իրանք ասեմ դու սխալ ես, լավ գիտեցին։ Դուրս արի այդ սխալից, ես քո հետևիստը չեմ կա։ Դուրս արի, քեզ ճշտի, եւ եթե դաժե հարցի մեջ սխալ ես, ասա ներողություն։ Ներողությունը դա մեծ բան է։ Ես կարող եմ ձեռքերս տնեմ հետևս, ասեմ ներողություն, ես սխալվել եմ քո նկատմամբ։
Բայց ինքնասիրությունը ոչ ոք չի կարող կպնել։ Այսինքն դա ասպետական կեցվածք է, ճիշտ պահվածք է։ Այդպես պիտի սովորացնենք մենք մեր բոլորին։ Օրինակ հիմա դրանք եթե գնացել են, ջահել տղեկ են գնացել մտել են Նիկոլի կողքն են կանգնել, ինչ է դե իրանք պիտի պաշտոն ունենան։ Օրինակ մեղք չեք դուք, ես իրանք մեղքում եմ, որ կանգնում եք դրանց կողքին։ Կամ են զինվորականները, բաները, որ պաշտպանում են ում մեծ տարիքով մարդկանց, կանանց, զինվորի մայրերին հասկացար բռնում շպրդում են, ինչ է դե իրենց պիտի այդ օրը պրեմիա տան 100,000 կամ 200,000 դրամ կամ մի հատ ինչ որ աստղ պիտի տան։ Նայեք ձեր այն նախկին զինվորականներին շպրդեցին փողոցները։ Բոլոր դադախազները կամ սպանվել են կամ դադվում են կամ փախած են։ Ներքին գործերի նախարարները հասկացան կամ սպանված են կամ փախած են։ Այսինքն դուք պատկերացրեք սրանց նմանատիպ մարդկանց հետ եթե ճանապարհ եք գնում, սրանց հացինքս է աղ չկա։ Սրանց հացին աղ չկա, հիշեք, ռոպեական ձեզ ժերտվա կտան։ Պայեք ճշմարտությունը, պայեք խիղճը, երբ որ Դադաստանին կանգնեցիք, այնտեղ չեն ասում հրաման կատարեցի, այնտեղ պետք է ասեն դու խղճին դեմ գործ ես արել, դրա համար պիտի պատասխան տաս։ Այնտեղ էլ չկա մինիստր, որ քեզ փրկի կամ մյուս բանանի, այսինքն ճշմարտությունը պահեք, երբ որ տեսնում եք հայոց ազգը վնասվում է, դուք ում եք պաշտպանում։ Ինչ հրամանի մասին է խոսքը։ Այս կոչ եմ անում բոլոր զինվորականներին, ներքին գործերի աշխատակիցներին, ես գիտեմ ազգային անվտանգություն պաշտպանողներին, եթե պաշտպանում եք դուք ազգային անվտանգությունն եք պաշտպանում, երբ որ տեսնում եք թուրքահաբադակ, այս երկիրը թուրքահաբադակ շներ կան, որոնց պետք է ազատել երկիրը դրանցից, մինչև դրանցից չազատվենք, մենք արդակին թշնամուց դիմացի թշնամուց մենք չենք կարող դրանց հաղթանակ տանել։ Այո, ներսը պիտի մաքրենք, անպայման ներսը պիտի մաքրվի։ Պարոն Ղուկասյան, ձեր քարոզարշավը շատ ռազմահայրենասերական է, բայց կարծես ռուսական ուղղվածություն ունեք։ Ձեր մրցակիցներ Եվրադաշինքն է, չեք վախենում գյումրեցիները ընտրեն Եվրոպա գնալու, այլ ոչ թե Ռուսաստանի ուղղվածությունը։ Գիտեք մի բան ասեմ ձեզ, ես նախ հայամետ եմ։ Ես ընդհանրապես իմ խոսքերը ես այս քաղաքական գործիչների պես չեմ, որ ինչ որ խոսում են, տակը ուրիշ բան են, մտածում ուրիշ բան են խոսում։ Ես պարզ շիտակ մարդ եմ։ Շատ պարզ ու մաքուր, ինչ որ խոսում եմ, այդ հասկանում եմ։ Ես ինչի համար եմ ռուսների պահով ասում, որովհետև ռուսն է պահում մեր սահմանը։ Եթե ռուսական դրոշակը չլիներ, թուրքը այստեղ 1000 անգամ մտե դուրս էր եկի արդեն սաղ։ Մենք պետք է պահենք ռուսների պահը անպայման, որովհետև ես գտնում եմ, որ ոչ թե ես եմ գտնում, այլ Իսրայել օրինեկը դե, Դավիթ բեկն է գտե, Մխիթար սպարապետն է գտե, հասկացար, Անդրանիկ Զորավարն է գտե, Ավետիք Իսահակյանն ու Հովանես Թումանյանն են գտե ազգի բոլոր մեծերը, կաբը պահել են Ռուսաստանի հետ։ Եվ գիտեցեք, ռուսը մեր նկատմամբ եղերն չի արել, ցեղասպանություն չի արել, ուրեմն մենք այստեղից ռուսին հանում ենք, որ բերենք թուրքերին, Եվրոպան այստեղ չի կա միանշանակ, Եվրոպայի աչքի առջև թուրքերը Կիլիկյան վերցրեցին, ֆրանսիացիները հետ քաշվեցին, հայերին թողեցին թուրքերի առջև, առանց զենքն էլ տարան, մի գիշերվա մեջ փախան, հասկանալի է։ 74 թվականին ես մի քանի անգամ ասել եմ, թուրքերը մտան Կիպրոս 74 թվականին Եվրոպայի աչքի առջև։ Հիմա թուրքերը լցվել են Սիրիա, դե թող պաշտպանեն սիրիացիներին։ Այդ ինչ օրն է, նորը տեսել եմ ինչ են անում։ Այսինքն նույնը սպասվելու է հայոց ազգին։ Սրանք պանթուրքիզմն են իրականացնելու։ Դա պատահական խոսքեր չէ։ Ինչքան էլ իրենց պրեզիդենտները փոխվում են, բայց իրանց գաղափարախոսությունը այդ պանթուրքիզմը իրանց սեղանի վրա դրված է։ Նրանք անպայման դա իրականացնելու են։ Ռուսը լավ գիտի դա։ Այսինքն եթե իրենք Հայաստանը կորցնում են, ուրեմն Հայաստանը դրանց այդ գաղափարախոսության կողորտին նստած մի ոսկոր է։ Պետք է անպայման Ռուսաստանը լուրջ պրոբլեմ է ունենալու, մինչև Յակուտիա նրանք ասում են, որ սա մեր պապական հողերն է, թուրքերը այդպես են ասում։ Եվ Հայաստանը երբեք ռուսը չի կարող է պահի տակ հիմա Ղարաբաղի հարցը այսպես եղավ, որովհետև հայերը երկու ձևով էին մտածում։ Հիմա որ ասենք պատկերացրեք այդ Սև լիճը եւ Ջերմուկի հատվածում թուրքերը մտան, մերոնք ասում են ռուս հապ կգա պատերազմի մեջ մտնի, ռուսն ասում է Ես գիտեմ, թե դուք ինչ ձեր պահեստներում ինչ զինատեսակներ ունեք։ Այն ժամանակ 94 թվականին թուրքերը, ադրբեջանցիները եւ թեկուզ այս Թուրքիան էլ մեզ Կրեմլի ոտներն էին նգնում, որ Ադրբեջանը պաշտպանեք հայերից։ Էս ինչ է եղել ձեզի։
Դուք ինչի չեք կռվում, ինչն է պատճառը։ Հա հասկանում ենք, մենք հիմա պատերազմի մեջ ենք։ Դուք ուզում եք երկրորդ ճակատը բացել Հայաստանում, թե չէ 10,000 զորքը ձեզ համար առ ոչինչ է։ Դուք այնպիսի զինատեսակներ ունեք, եւ հետո ձեր զավակներ այնպես են կռվում, որ ասենք այսօր պատկերացրեք այն ժամանակ նույն թշնամիները մեր դիմաց կռվում էին, հայերը մտնում էին Բաքու, մեր ազգը մտնում էր Բաքու։ Էս ինչ եղավ ցես։ Մենք հասկանում ենք, որ դուք երկխաղ եք խաղում։ Համ մեզ հետ եք ուզում բանանել, դեռ ռուսներ հսկայական ուրեմն KGB ունի, արագ կարգով տեղեկացնում են, թե սրանք ինչ խաղ է, ֆինդեր են ուզում անել, մի խոսքով դա չի անցնի։ Պարոն Ղուկասյան, Ես կողմնակից եմ ռուսական պահը պահելուն, ես կողմնակից եմ դրան։ Այսինքն մենք այսօր նստել ենք մի ծառի վրա ու ուզում ենք ծառը կտրել։ Բա լավ ռուսներին հանում ենք, ով է գալուց այստեղ մեզ պաշտպանելու։ Նրանք ասում են, եթե ՆԱՏՕ-ն ուրեմն մեր Թուրքը համարվում է ՆԱՏՕ-ի երկրորդ ուրեմն զինվորական այդ պահը բլոկը հանդիսանում է Թուրքիան։ Այսինքն մենք Թուրքիան պետք է այստեղ լինի, մենք Ամերիկայի չեն գալուց այստեղ հասնելու։ Ֆրանսիացիներն են մնաց, եվրոպացիներն կյանքում չեն կռվում, լավ իմացեք։ Նրանց այնպիսի մենտալիտետ է հիմա նրանց մեջ ձևավորված, նրանք ասում են, ինչ ազգ, ինչ Ֆրանսիա, ինչ Գերմանիա, եթե երկրի պրեզիդենտները երեխա չունեն։ Իրենց Եվրոպան արդեն մուսուլմաններով լցվել է, մի քանի տարի հետո Եվրոպա չի լինելու, ամբողջությամբ մուսուլմաններն են լցվելու Եվրոպա։ Ու լցվում են արդեն ամեն տարի, եւ նրանք 10 հատ երեխա են ունենում, իսկ նրանք միասեռական ում է ինչ պետք է անբանանեն, նրանք աբագա չունեն, մենք ում վրա ենք հույսերս դրել։ Այո, միանշանակ ես գտնում եմ, որ պետք է մենք ճիշտ բարի դրացիական հարաբերություններ պահենք ռուսի հետ, բայց հայկական շահը չոտնահարելով։ Մենք պետք է իրանց դիմաց դնենք, մենք պետք է ունենանք լուրջ ղեկավար, որ ասի Ղարսի պայմանագիրը լրացել է։ Ինչ եք մտածում դրա վերաբերյալ։ Բարձրաձայն Պուտինի դիմաց տղամարդ տղա է պետք որ նստի խոսա։ Նախիջևանը նույնությամբ։ Հետական ինչ է լինելու պետք է նստեն, բանակցեն, բանակցող չունենք։ Բանակցող չունենք, վախվորիկ, քնած հասկանալի է ինչ եմ ասում, նստած քնած հասկացար, վախվորիկ մարդկանցով է երկիրը ղեկավարվում, որը թուրքական ծրագիր է։ Թուրքերը հադուկ Հայաստանի վրա ընտրություններին ամեն ինչ անում են, այստեղ իրանց աշխատողներով, ամեն ինչով եւ շպիոններով թուրքագնացող եկողները մշտական ովքեր որ շատ են գնում գալիս, դրանց մասին պետք է ազգային անվտանգությունը մտածի, ես ի՞նչ բան է դուք այսքան գնում գալիս եք Թուրքիա։ Հասկանալի է, դրանք լուրջ այստեղ դերակատարություն ունեն։ Լուրջ այո, մենք պետք է դա ամեն ինչը հասկանալով նորմալ ղեկավար ունենանք, որ պահի պահպանի հող հայրենին եւ իրոք ժողովուրդը վստահի այդ մարդուն։ Պարոն Ղուկասյան, իսկ ռազմաբազան ինչ ճակատագիր կունենա, եթե դուք գաք քաղաքապետ։ Ես ռազմաբազայի հետ շատ լավ եմ եղել։ Այստեղի 102 բազայի հետ մշտական մենք բարի դրացիական հարաբերությունների մեջ ենք եղել։ Խոլմչեսին ձեզ վկա, ռուսական կազաչի պոստ եւ մնացած։ Ես այստեղ պայմանավորվել էի 500-ից 1000 կադետական կորպուս էի ուզում բացել եւ ֆինանսավորելու էին ռուսները այս ամեն ինչը։ Մեր հայ երեխաներին լավ ուրեմն զինվորականներ էինք պատրաստելու եւ էս էինք անելու եւ էինք անում բարի դրացիական հարաբերություններ։ Երբ ռուսական բազան այստեղից անեցին, ինչպես ժողովուրդը, տղաները, մարդիկ, ընտանիքները այստեղ մի րոպե չեն մնա։ Չնայած այդ էլ որ ասեմ, իրանց ուրախությունը դա է, որ մեր տեսակը ամբողջությամբ ուրեմն ցուցակագրված է, որ Գյումրիում ով կա նմանատիպ մարդիկ, ուրեմն գրանցված ենք մենք այդ թուրքաշ հպատակ շների մոտ, գյուղերում ով կա հայրենասեր տղա, բոլորը գրանցված են, ուրեմն դրանց ունեզրգեք, սպանեք, բանդարգեք, երկրից հեռացրեք։ Ռուսը մի րոպե այստեղ չլինի, այստեղ մնալը հիմարություն է։ Այս պահի դրությամբ, որովհետև մենք երաշխիք չունենք։ Որ պետությունն է հիմա բարձրաձայնում ասում, թե գիտեք ինչ կա, անզորքը իջեցնում մենք ավելի լավը կլինենք, ռուսից ավելի լավն ենք ու կտեսնենք, որ մենք կպաշտպանենք Հայաստանի Հանրապետությունը։ Կա այդպիսի մեկը, չկա։ Եթե չկա, ինչ որ ունենք, ռուսը մեզ ասում է, եկեք մտեք հապկի մեջ, ոնց որ Բելարուսն է, ձեր ամեն ինչը պաշտպանեք, Լուկաշենկոն այնպես է նստում համահավասարը Պուտինի հետ, եւ ատոմային ձերժավա եք դառնալու, ձեր երկինքը ատոմը պահելու է, ձեր հող հայրենին պահելու է, ատոմով մենք ձեզ տալիս ենք, ատոմը բերում տնելու ենք Հայաստանում։ Էլ մեզի ինչ է պետք, որ
Մեզի ինչ է պետք, պատկերացրեք, ռուսը դա ասում է։ Չարեց օրինակ 44 օրյա պատերազմի ժամանակ այքան դիմում 44 օրվա պատերազմին մարդիկ հստակ ասում են. մենք ձեզ ասեցինք, եկեք այդ 5 տարածքները պայմանավորվել ենք, դուք չէիք տալիս դիդավորյալ։ Դուք չտվեցիք, դուք պայմանավորվաք, դուք թուրքին բերեցիք, դուք ելակ հայտարարեցիք այդ բանով որտեղ էր լալոս էր ինչ էր բաներ, այնտեղ ելալ ասեցիր, որ մենք գտնում ենք Ղարաբաղը, Արցախը Ադրբեջանի կազմում։ Բոլորը դասեցիք, վերջում նոր Պուտինին ասում է, Ալիևին ասում է, դե բոլորն ասում են, իրենք ընդունում են, դուք չեք ընդունում։ Պուտինի բերանի խոսքերն եմ ասում։ Եվ դրանից հետո մենք բերեցինք, չնայած զորքը կանգնեցրեցի, ռուսները բերեցին կանգնել, եթե չլինեին Ստեփանակերտը կդային սրանք։ Ես հավատում եմ ամեն, այսինքն Ստեփանակերտը տպեբրձել են, հիմա էլ չեմ կարող սրանց մասին խոսել։ Վերջը Հայաստանից որոշակի հատվածներ էլ ավելի շատը սրանք կանեին։ Այո, մենք պետք է պահենք Ռուսաստանի հետ մեր կապերը, բայց հզոր ղեկավար ունենալով, հզոր, ախր ում ենք մենք ընտրում, մենք էլ ենք բոլորս մեղավոր։ Չնայած այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ ասում են պոլիփեդ լիներ Նիկոլի տեղը կանցներ, որովհետև Սերժին չէին ուզում եւ նախքին այդպես Լևոնով բանով էլի, էս է։